Եվ այդ ձայնագրությունները, որոնք հրապարակվում էին, հաճախ այդ ձայնագրությունների մեջ կային խոսակցություններ, որոնք ամեն դեպքում հասկանալի չի, թե դա գործի համատեքստում ինչ նշանակություն ունի, օրինակ ինչ-որ մեկի շալվարի շուրջ քննարկումը, ինչ-որ այս կենցաղային զրույցները հրապարակելու նպատակահարմարությունը ինչու՞մն է։ Կապված ինչ-որ պիտակավորումներ։ Դա ինչով է։ Ես ճիշտն ասած չկա որևէ ձայնագրություն ու տեսագրություն, որտեղ որևէ հատված լինի, որը վարույթի հետ առնչություն չունենա։ Դրանք հրապարակվել են, որպեսզի հանրության մոտ որևէ կասկած չառաջանա, որ խոսքը այս կամ այն քաղաքական ուժի մասով է եւ խոսքը ընտրակաշառքի միջոցով ստացված գումարի տնօրինման կամ հավաքներին գումարով ներգրավման մասին, այսինքն որևէ ձայնագրության հատված, որ դուք լսում եք, խնդրում եմ ամբողջությամբ մեջ լսել եւ կհասկանաք, որ այստեղ այդ ձեր նշած կտորները իրականում էական ազդեցություն ունեն, որովհետեւ մենք հանցակազմը գնահատենք։ Ընդհանուր հաշվարկով ինչքան կաշառք է բաժանվել ձեր կարծիքով ընդհանուր ուժերին, որ ձեր կոմիտեում կա գործ, ընդհանուր դու կարող եք որոշակի թիվ ասել, որքան կաշառք է բաժանվել այս ընթացքում։ Այս բան հատուկ վիճակագրություն այդ մասով չենք վարել, հավանաբար երբ որ առաջիկայում մենք մեր բացահայտումները ավարտենք, այդ ժամանակ կամփոփենք եւ կունենանք որոշակի թվային տվյալներ, որոնք մանրամասն կներկայացվի հանրությանը։